Իհարկե նախարար 2026 թվականի ահարտազեկույցում նշված է, որ իմ հարցը ապահովության չի վերաբերում։ Նշված է, որ Հայաստանի, Իսպանիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Մեծ Բրիտանիան արմունկից լիովին զերծ երկրների կարգավիճակից վերացվել են եւ այդ երկրներում 2024 թվականին գրանցված վարակի շարունակական փոխանցման հետևանքով։ Ես կխնդրեմ պարզաբանել սա ինչ է նշանակում եւ նաեւ սրան զուգահեռ ՀՎԿ-ը վերջերս հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանում պատվաստումների կայուն աճ է արձանագրվել։ Այո, ըստ էության կարմրուկի բռնկումներ նկատելի են շատ տարբեր տարածաշրջաններում եւ սա մտահոգիչ է, որովհետեւ կարմրուկը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, շատ կոնտագիոզ, այսինքն վարակման հավանականությունը շատ մեծ է եւ այսպիսի օրինակ կա, եթե մեկ շենքում կարմրուկով վարակված երեխա կամ անձ կա, ապա հավանականությունը, որ այդ շենքում մյուս բնակիչները անգամ առանց հանդիպելու վարակվեն, իսկապես շատ մեծ է։ Մենք ուրեմն ունեցել ենք 2023 թվականին բերովի դեպքեր, բայց ձեռնարկված միջոցառումները կանխարգելման, վարակի այդ օղակների հետ աշխատանքի մեզ ուրեմն զերծ պահեցին Հայաստանում տարածման ընթացքից եւ կարմրուկի վարակը հաղթահարելու ամենագործուն միջոցը պատվաստումն է։ Պիտի նշեմ, որ 2025 թվականին մեր ռուտին պատվաստումների ցուցանիշը եւս ռեկորդային է։ 95.2 որը որ իսկապես շատ դրական արդյունք է եւ այն տեղեկատվական աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, կրթական, ծնողների հետ աշխատանք, հանրությանը ներկայացնելու պատվաստանյութերի վերաբերյալ տվյալներ եւ այլն իրենց արդյունքը տալիս են։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր հանրության վերաբերմունքը եւս փոխվել է եւ նաեւ մենք բոլորս իրար հետ ըստ էության Հայաստանը զերծ ենք պահում կարմրուկով դեպք ունենալու հնարավորությունից։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է։ Նշեմ, որ մենք անցյալ տարի սկսեցինք ջրծաղիկի դեմ պատվաստման ծրագիրը եւ այստեղ էլ արձագանքը շատ դրական է։ Մենք 70%-ից ավել պատվաստում ունենք, ինչքան 76.7% է կազմել խմբում, որը որ նախատեսել էինք ջրծաղիկի պատվաստման ցուցանիշը։ Պիտի ասեմ, որ նաև MPV պատվաստման մասով, որը մեր ուրեմն կանանց շատ կարևոր առողջության ուրեմն ցուցանիշներից է, եւս 48% ենք հասել, եւ սա էլ շատ մեր նաև բուժաշխատողների տքնաջան աշխատանքի արդյունք է։ Իսկ կարմրուկից ունենք ցուցանիշներ պատվաստանների։ Առանձին կարմրուկի մասով, այո, կարող ենք տրամադրել։ Եթե չեմ սխալվում, կարմրուկը եռավալենտ պատվաստանյութ է։ Կարմրուկը, այո, եւ այստեղ էլ մեր պատվաստանյութի ձևի փոփոխությունը, այնտեղ 6-վալենտի ենք անցել, սա էլ կարևոր քայլ էր, շատ ավելի հավաքական մեկ ուրեմն պատվաստման շրջանակներում ապահովելու։ Այս բոլոր միջոցառումները մեզ այսօր հնարավորություն են տալիս, որ մենք զերծենք կարմրուկից, կունենանք բերովի դեպքեր, գուցե, բայց շարունակելու ենք շատ մեծ աշխատանք տանելու, որ եթե անգամ ունենանք բերովի դեպքեր, դրանք շատ արագ ուրեմն շրջանակը ամփոփվի եւ բռնկում չդառնա։